Ամեն, ամեն, Փառք Հիսուսին, Փառք Աստծուն։ Գիտես, միշտ ինչի՞ ես ուրախանում, որ լավ ընկեր ունես, չէ՞, այն արդար, հո կներեք բարիս համար, խուժան, գողացող, մյուսի համար չես գլուխ գովում, չէ՞, ասես գիտես, սենց մեկը ունեմ։ Գիտես, մանավանդ որ ունես Սուրբ Աստված։ Պատկերացրա իմ ու քո համար ինչքան գլուխ գովալու բան է, էլի որ ունենք Սուրբ Աստված ու գիտես այդ Սուրբ Աստծուն ինչ պիտի անենք, պիտի բոլորին ցույց տանք։ Պիտի գլուխ գովանք, ասենք, տես ունենք, կարաս դու էլ ունենաս, ամեն։ Դրա համար շրջևի կողքինդ ասա քո Աստված Սուրբ է ու նստի Տիրոջ խաղաղության մեջ, Աստված օրհնի ձեզ շատ։ Մեր Աստված Սուրբ է, գիտես, ուզում է որ ես ու դու էլ Սուրբ լինենք։ Ինքը Սուրբ է, գիտես, Սուրբի կողքը Սուրբը կարա կանգնի։ Մեր Հովիվ Գորները լավ օրինակ բերում, ասում է հարսիկի շորը ինչքան լավն է, չէ՞, սպիտակ, ճերմակ, լրիվ սրբության խորհրդանիշը, չէ՞։ Ասում է ոնց պատկերացրա այդ ցեխոտ շորերով ուզենաս գրկես։ Այն նույն վիճակն էլ մեր ու Հիսուսի հարաբերություններն է։ Եթե ինքը Սուրբ է ու մեր կյանքում եթե կա բան, որ մեր վրա մի քիչ լաքայ անում, որ այդ մենք Հիսուսին գրկում ենք, ասում եմ մի րոպե, վրայիդ լաքան մաքրի, նոր արի ես քեզ կգրկեմ։ Ինքը շատ է ուզում որ մեզ գրկի, բայց ուզում է այդ լաքաները մեր կյանքից հեռանա, որ կարողանա ասենց լավ այն կարոտած լավ գրկի, ամեն։ Փառք Հիսուսին, նորից ողջույն քեզ, ձեր մոտ էլ է շատ տաք, բայց մեր մոտ ավելի լավ երևում է։ Մեր շատ արևոտ Սոճից, Աստված օրհնի ձեզ շատ, մեր եկեղեցուց ձեր ջերմ բարևներ, մենք մի 2 թե 3 շաբաթ առաջ օրհնվեցինք ձեր հովով, եկավ շատ լավ ծառայություն արեց Փառք Հիսուսին, քանի ստեղ չի մի քիչ գլուխ գովամ, հա։ Չեք ուզում։ Ես գիտեմ, որ դուք իրանց շատ եք սիրում, ես էլ եմ շատ սիրում, թե դուք մի քանի տարի եք ճանաչում, ես արդեն 7-8 տարի է ճանաչում եմ։ Այնպես որ շատ լավ մարդիկ են ու գիտես, քարոզի հետ ինչ որ չափով կապված էլ է, իրանք չէ։ Ուղղակի այդ բովանդակությունը, ինչի համար որ գիտես ցանկացած եկեղեցում այնքան լավ է, որ հովիվը այդ առաջնորդը սրտացավ է։ Ամեն, սրտացավ է իր ժողովրդի համար։ Այդ իսկականից Աստծո սրտի մասին է խոսում, որ դե ինչ կլինի եկեղեցիա հիմա իմ գործը 30 րոպեից խոսալն է, խոսամ, չէ։ Ասեմ, ձեր առաջնորդը նման մարդ չի։ Ձեր առաջնորդը իրոք սիրտ է դնում ձեր համար, ամեն մեկի համար։ Պետքա դուք էլ իր համար դնեք, ամեն, որովհետև եկեղեցին միաբանություն է, ամեն։ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի մի մարմինն է։ Հիմա մի մարմինը ստեղ է, մեկը Մոսկվայում է, մեկը Սոճիում է, Կրասնա եւ այլ, բայց ստեղ Աստծո մարմնի մի մաս եք ու մենք գիտես ոնց պիտի լինենք, այսինքն մի բռունցք։ Ամեն, դու էլ քո հովի հետ Փառք Հիսուսին, իմ ընտանիքից էլ ձեզ բոլորին բարևներ։ Անցնեմ քարոզին, չէ՞ երևի։ Գիտես, այսօր հետաքրքիր քարոզ եմ ուզում խոսամ, այսինքն վերնագիրն է իմ համար հետաքրքիր, որովհետև մի քիչ անցել եմ դրա մեջով 100% պիտի անցնեմ էլի, չգիտեմ անցել ես թե չէ, բայց ասեմ, որ 100% դու էլ ես անցնելու ու ուզում եմ մի փոքր պատրաստվենք դրան, որովհետև մանավանդ գնալով այս աշխարհը ավտոմատ գնում է նրան, որ ես ու դու հայտնվում ենք այդ իրավիճակում։ Գիտես, այսօր վերնագիրը քեզ շատ չեմ տանջի, այսպես եմ վերնագրել. ինձ մենակ թողեցին։ Գիտես, գալու է ժամանակ քեզ էլ մենակ թողեն, եկել եմ բարի լուր ասեմ քեզ։ Գալու է ժամանակ այն մարդուն դաժը, որ մտածում ես 100% կողքդ կանգնած է, առաջին ինքն է քեզ կոպիտ ասած քաշելու։ Գիտես ինչի եմ էսի մի մտածի, սա չեմ եկել որ չգիտեմ, ընտանիքի մեջ կռիվ գցեմ, չեմ եկել որ ընկերների մեջ, չէ, մենք բոլորս մարդ ենք, այդ մարդը բառի մեջ գիտես ինչա թաքնված։ Մարդ ունի հիասթափություն, մարդ ունի, գիտես, որ իրանից սպասում ես ինչ անում, հիասթափեցնում է, հա։ Ես էլ մյուսն էլ բոլորս ոչ մեկս անթերի չենք, չէ, որ անթերի լինենք վաղուց երկնքում էինք եղել։ Մեկը կա դրա մեջ, նոր ասում ենք Սուրբ ես։ Ինքն է, որ երբեք չի ամաչեցնում, երբեք, ասա ամեն։ Եթե քեզ ամաչացրել է, բան մի ասա, բայց եթե չի ամաչացրել, ասա ամեն։ Որովհետև մեկն է, որ հավատարիմ է։ Գիտես, մարդ ենք, մենք բոլորս էլ մեր հնարավորությունն ունենք սահմանափակ։ Բայց ինքը անսահմանափակ է, ու ինքը ամեն վարքյան է մեր կողքը։ Եթե սենց վերցնենք, տեսեք, ես ընտանիքս եմ մենակ թողել, ընտանիքս ինձ։ Եկեք մենք մի ընտանիք ենք, մեկս սիրով, Աստծո սիրով, հա, բայց հենց հիմա մեկս մեկին մենակ ենք թողել։ Գիտես ում հույսին ենք թողել իրա։ Ու գիտես, երբ որ մենակ մնաս ում հույսին պիտի մնաս իրա։ Ես միշտ տնից որ դուրս եմ գալիս երեխուս օրհնում, ասում Հիսուս ջան, քո ձեռքերի մեջ եմ հանձնում, ու հետո ասում եմ կապ չունի ես ստեի թե ստե չէի, մեկ այլի քո ձեռքերի մեջ է, բայց հիմա առավել եւս էլի խնդրում քո ձեռքերիդ մեջ լինի, որովհետեւ մենակ ինքն է որ հաստատ չի հաստափեցնելու։
ինքնավոր չի քաշելու, ինքնավոր ամոթով չի թողելու, ամեն, երբևիցե եղել է կյանքումդ, կապ չունի տարիքդ, որ մնաս մենակ, ընտանիքդ էլ է կողքդ, ընկերներդ էլ, ամեն ինչ լավ է, բայց դու մենակ ես քեզ զգում։ Դու լրիվ մենակ ես քեզ զգում, ոչ կներես բարես համար ոչ մեկին պետք չես զգի։ Գիտես, առաջինը, ուզում ասեմ, դա հնարավոր է, որ լինում է, որ դիվային հարձակում է լինում քո կյանքի վրա, իմ կյանքի վրա, որ գա, ասի դու ոչ մեկին պետք ես, ուզում եմ հենց հիմա Աստվածանչից քեզ ասեմ, դու Հիսուսին ես պետք։ Հենց անձամբ դու անուններդ հերթով չեմ կարա տամ բոլորին, բայց ուզում ասեմ, հենց անձամբ դու Հիսուսին պետք ես ու շատ պետք ես։ Ամեն, իսկ երկրորդը, երբ որ մենակ ես մնում, լսի, Հիսուսի բացակայությունն է մեջդ խոսում։ Ամեն, երբ որ քեզ մենակ ես զգում ես անգամ Հիսուսը կողքդ չի, Հիսուսի մոտ խնդիրը չի, խնդիրը իմ ու քո մեջ է, որ մի քիչ հեռացել ենք իրանից։ Այդ դրա համար մեզ մենակ ենք զգում, ամեն։ Ու գիտես, ինչ կանցնեմ բուն խոսքին, ուզում եմ ասեմ, որ այս աշխարհում ներողություն արտահայտությանս համար, բայց երեխաներն էլ են փոխարինվում, կին ամուսինն էլ է փոխարինվում, ծնողն էլ, այսինքն մեկը մեկի տեղը լրացնում է, համաձայն եք թե չէ ինչ որ չափով։ Չէ, մեկ երեխա չունի, այդ մա վերցնում, այսինքն ամեն ինչը փոխարինվում է, մեկը մեկի տեղը ինչ որ չափով լրացնում է, ֆինանսն է լրացնում եւ այլ։ Լսի, Աստծո տեղը ոչ մի բան, ոչ մեկ ու երբեք չի կարող լրացնել։ Ամեն։ Մատ բարձր ասա ամեն, էլի։ Աստծո տեղը ոչ մի բան չի կարող լրացնի, բացի Աստծուց։ Երբ որ այդ Աստծո բացը թողում ենք իմ ու քո կյանքում, գիտես ինչ ենք անում, հայտնվում ենք վաղ թե ուշ այդ մենակության մեջ։ Հա մտածում ենք, всё, այսքան գալիս են եկեղեցի, բայց վերջս კი Աստված էլ ինձ չի մի հատ նայում։ Աստված նայում է, պրոստը եկեղեցի մի հատ կիրակի օրով գալ է, այդքան էլ հարց չի լուծում, որ այն մնացած 6 օրը Հիսուսից հեռու ես։ Ամեն։ Ես ձեր տեղը կասեմ ամեն։ Ուրեմն մեր Պողոս Առաքյալին եմ ուզում պատմեմ իրանից, գիտեք ինչ փորձությունների մեջով անցել չպատմեմ, հայ այդքան չերկարացնեմ։ Երկար ժամանակ անցնում ու իրան քննադատելով, փնովվելով եւ այլը տանում են, որ կայնացնեն Ատյան։ Ատյանի առաջ։ Ու տես երկրորդ Տիմոթեոսում ինչ ասում Պողոսը։ Մինչև կկարդամ, գիտես Պողոսը այն մարդն էր, որ հրաշքներ էր գործում Հիսուսի անունով, համաձայն ես, կներեք մեր հայկական ասած, իր արևով սաղ երթվում էին։ Սաղ ժողովուրդը երազում էին, որ Պողոս իր կողով անցնի։ Հա? Նա ինչ ասում։ Որ Աստվածանոջը կարդում ես իր թղթերում այնքան զորավոր տղեկ ուներ կողքը։ Ասում է Ատյանում են Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 16-րդ խոսքից։ Ատյանում են առաջին անգամ պատասխանելիս, այսինքն տարել են Ատյան, որ հարցաքնն են, խես Հիսուսի անունը քարոզում եւ այլ, ինչ իրավունքով, ասում է Ատյանում առաջին անգամ պատասխանելիս ոչ ոք չկանգնեց իմ կողքը։ Այլ ամենքը թողեցին ինձ։ Ինչա, Պողոսի հետ գնացող չկար։ Պողոսի հետ մարդ չկար, որ ասում էր այո եւ ամեն Հիսուսը մեր Տերն է։ Լիքն էին։ Համաձայն ես թե չէ։ Գիտես, հենց հերթը հասավ այսքան փորձությանը, այն կիսա ներողություն, կիսա հավատացյալներ են, որ հələ ոչ մի լուրջ բան իրանց կյանքում չէին հանդիպել, գիտես ինչ արին, մի անգամից հետ քայլ։ Ումից, հո Պողոսին չթողեցին Հիսուսից մի անգամից։ Ես շարունակություն ինչ ասում, ասում եմ, թող չհամարվի նրանց։ Ասում եմ, ես իրանց չեմ մեղադրում, նորմալ ամեն մեկս մեր ընթացքն ենք անցնում։ Հենց այս խոսքի մեջ այդ ասում, ասում եմ, իրանց բան չեմ ասում, որովհետև ես իմ ընթացքն եմ անցնում, ինձ պետք չի մարդկային ֆակտորը լինի իմ կողքը։ Ինձ պետք է որ Հիսուս Քրիստոսի ներկայությունը լինի։ Ամեն։ Ու հիմա ես ուզում եմ քեզ կոչ անեմ, դիմեմ։ Ես չգիտեմ ինչի մեջով ես անցել, ինչի մեջով ես անցնում ու դեռ կանցնես, բայց ես ուզում եմ կոչ անեմ, որ երբեք տեսողությունդ մարդու վրա չկենտրոնանա։ Երբեք։ Թող միշտ այն մտքիդ գային, որ որտեղ էլ որ լինեմ, ինչի մեջով էլ որ անցնեմ, կարևոր չի ով կլինի մարդկային կյանք կողքս կանգնես, կարևորը Հիսուսը կողքս լինի։ Ամեն։ Կարևորը Հիսուսը։ Հենց այդ գիտես այդ մտածողությունը, այդ հաստատություն ունեցար քո կյանքում, ուր գնաս Հիսուսն հետդ կանգնելու։ Ուր գնաս։ Ու երբ որ Հիսուսն է կողքդ կայնում, գիտես ինչն է լավ լինում, որտեղ որ լինում ես հանում է։ Տես Պողոսը շարունակություն ինչ ասում։ Ասում է թող չհամարվի նրանց, հետո շարունակում ասում է իսկ Տերը ինձ մոտ կանգնեց։ Մի անգամից։ Լսի, մարդիկ սկզբից ասեցի, չէ, կարան մեզի հիասթափեցնեն։ Ես էլ կարամ ձեզ հիասթափեցնեմ, դուք էլ ինձ, այսինքն բոլորիս մեջ էդի կա։ Բոլորիս մեջ, բայց իր մեջ էդի չկա։ Տես, երբ որ բոլորը Պողոսին մենակ թողեցին, ասում է, բայց Տերը իմ մոտ կանգնեց, մենակ չկանգնեց Տերը։ Տերը չի գալի մենակ կողքդ կայնի, ասի բալես, հետ կողքդ կայնած եմ։ Դու տանջվի, ես կողքդ կայնած եմ։ Տես ինչ ասում, ասում է, այնտեղ Պողոսին հարցաքննում են, հա դու եթե գիտես պատմի,
ես բան չեմ խոսում, ես կողքդ կանգնած եմ։ Չէ, երբ որ Մատթեոսում նայում ենք 10-րդ գլխում է կարծեմ Հիսուսը գիտես ինչ ասում, ասում է, երբ որ ձեզ կտանեն, ասում է, չմտածեք ինչ պետք է խոսակ, ասում է Սուրբ Հոգին, որ հոր մոտ ասում է, ինչ պետքա որ կխոսա։ Չի գալի Հիսուս ասում կողքդ կանգնած եմ։ Տենամ կարաս տակից դուրս գաս, ասում է, չէ։ Շարունակություն ասում է, եւ զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի, բոլոր հեթանոսները լսեն։ Ամեն, գիտես, երբ որ Հիսուսն է գալի կողքդ կանգնում, էլ ընդհանրապես կապ չունի ով է կողքդ, ընդհանրապես կապ չունի ում առաջ ես կանգնած, հերիքա որ զգաս, որ Հիսուսը կողքդ է, ոնց կարանք զգանք Հիսուսը կողքներս է, թե չէ, իր հետ լավ շփվելով, ամեն նոր այնքան լավ երգ ասում ենք Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, ամեն ինքը Սուրբ է, ինքը գիտես ում կողքն է կայնում, Սուրբերի, ով որ գնում է սրբության, իմ ու քո կողքը, երբ որ էլի եմ ասում, երբ որ մեր վրա ինչ որ տեղ կա, որ Աստծուն դուր չի գալի, Աստված ասում է ինչ կլինի, ես քեզ շատ եմ սիրում, շուտ մաքրի, կամ արի ես մաքրեմ, ինչ կլինի, մի կներես բարիս համար, կոտոշներդ միտենք, արի ես մաքրեմ, որ իրար հետ լինենք, որովհետև ես սուրբերի կողքն եմ կանգնում։ Ամեն, երբ որ Հիսուս Քրիստոսին խաչեցին, հայրը անգամ չկարացավ իր ատողուն նայի, գիտես ինչի համար։ Մեղքի պատճառով։ Հո իր մեղքը չէր, մեր մեղքն էր։ Պատկերացրեք, եթե հայրը Աստված իր որդուն, որ ինքն է ուղարկել, չկարացավ նայի մեր մեղքերի պատճառով, ինչ ես կարծում, Հիսուսը մեր մեղքերի պատճառով պետք է գասի բալես, այն մեր կներեք էլի հայկական բառեր օգտագործեմ, քո ցավն էլ տանեմ, ինչ ուզում ես արա հետդ եմ։ Մոռացի։ Միշտ ենք մենակ մնալու։ Լավ բաներ եմ, չէ՞ եկի ասեմ ձեզ։ Գիտես, Աստվածաշունչն է, որ բացես մի քիչ էլ խորանաս ես Պողոսի թղթերն ու ավելի առաջ, այնքան բաներ ասում, որ գալուց ոչ մի մարդ չի գալու մեզի օգնի։ Ոչ մի մարդ, ոչ մի իշխանություն, ոչ մի հարստություն, ոչ մեկ, մենակ ինքը ու կողքինդ էլ քո ոչ կինը, ոչ ամուսինը, ոչ մեկ չի գալու քեզ օգնի։ Որովհետև մեր կռիվը ում դեմ է։ Մարմնի ու արունի Սատանայի։ Ամեն։ Դրա համար գիտես մենք պիտի հոգով ուժեղանանք ոչ թե մարմնով։ Շարունակությունը տես ինչ ասում։ Հիսուսը չի գալիս մենակ ասում է ես քեզ զորացրել եմ, կողքդ կանգնած եմ, ասում է ես ուզում եմ մի քիչ առաջ կարդամ նորից, ասում է իսկ Տեր ինձ մոտ կանգնեց եւ զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի եւ բոլոր հեթանոսները լսեն։ Եվ ես ազատվեցա առյուծի բերանից։ Առյուծը ինչի է դա համեմատում ստեղ, խնդրի, որ եկել է Պողոսի կյանքի մեջ։ Ասում է Հիսուսը եկավ էլ զորացրեցել, բարձրացրեցել, մի հատ էլ ինձ խնդրի մեջից հանեց։ Ու Աստված այսօր քեզ էլ կարա քո խնդրի մեջից հանի։ Քո առյուծի բերանն էլ կարա փակի Աստված։ Ոնց որ Դանիելի առաջ առյուծի բերանը փակեց, նույն ձև էլ կարա քո առյուծիկի բերանը փակի քո կյանքում։ Ես ինչա պետք է հետ որ քայլ արած, եթե կանք, եթե չենք էլ մի քայլ ավելի առաջ անենք Աստծուն։ Իրանից ավելի պինդ բռնվենք։ Եվ շարունակում ասում է եւ կփրկե ինձ Տերն ամեն չար բանից եւ կազատե կհասցնե իր երկնային արքայությանը, որին լինի փառքը հավիտենից հավիտյանս ամեն։ Ամեն։ Վերջի հաշվով ինչի համար ենք ապրում։ Հավիտենության։ Վերջի հաշվով էս ամեն ինչ ինչի համար է պետք, որ գնանք հավիտենություն։ Վերջի հաշվով Աստված ամեն ինչ անում է, որ ինձ ու քեզ տանի հավիտենություն, որովհետև այստեղ ժամանակավոր է։ Լավ, արի իր հետ մինչև 90 տարի ապրենք։ Իսկ կաֆեդրոն ինչ անհարմար տեղ է դրա, չէ։ Ես էլ ես կողմ չեմ գալիս։ Մինչև 90 տարի արի իր հետ ապրենք, հետո 100 արի ապրենք։ Ինչ ենք հետներս տանելու, լավ է, չէ, ասում են 4 տախտակ։ Լսի, ստեղի մեր գործողությունը մենակ նրա համար է, որ ընդեղի հավիտենական կյանքը ժառանգենք։ Եթե համաձայն ես, ասա ամեն։ Ու գիտես, Հիսուսը ամեն ինչ անում է, ամեն կողքից, ամեն ձևի անում է, որ ես ու դու ունենանք, չկորցնենք այդ հավիտենությունը։ Բայց շատ ժամանակ հենց իրավիճակը գալիս է, ոչ թե Հիսուսին ենք ման գալի միանգամից, այս ինչ է, այս ինչ հարցը կլուծի, այս մեկին դիմեմ, այս ինչը կարա, էսի էս պաշտոնին է, այնի են հնարավորությանն է, մոռացի։ Աստված ոնց որ փարավոնի սիրտը խստացրեց Մովսեսի, որ Մովսեսը հրյա ժողովրդին հանի, Աստված ըտենցել քո ցանկացած իմացած մարդու սիրտը խստացնի, որ քեզ հասկացնի, բալես աշկերի ուղղությունը դեպի ինձ։ Այդ ժամանակ, երբ որ դեպի իրան ես անում, այն վաղտ ասում է, ես կարամ քեզ օգնեմ, ուրիշ ոչ մեկ։ Ու այդ ժամանակ լինում է իսկական օգնությունը, իսկական օգնությունը։ Սաղմոս 22:19-22 Բայց դու ով իմ Տեր, մի հեռանար, ով իմ զորություն, ինձ օգնության շտապիր։ Փրկիր իմ անձը սուրիցը եւ իմ կյանքը շան ձեռիցը։
Ազատիր ինձ առյուծի բերանիցը եւ պատասխանիր ինձ գոմեշի եղջյուրներից ազատելով։ Ես քո անունը կպատմեմ իմ եղբայրներին, ժողովրդի մեջ կօրհնեմ քեզ։ Մարդիկ հասկացել են։ Մարդիկ հասկացել են, որ փրկությունը, միջև այս Սաղմոսն էլ Դավիթը գիտես, հիշում ես, չէ՞, Սաղմոս ասում է, որտեղից կգա իմ օգնությունները։ Ու ինչ անում, նոր իմ ասած ասում է, սարերից կգա, ասում է, որտեղից կգա ու հետո ֆռմ կայնում ասում է, չէ, ասում է, իմ օգնությունն էլ, իմ օրհնությունն էլ, իմ ամեն ինչն էլ ասում է Տերիցն է։ Տերիցն է։ Գիտես, կապ չունի, գալու է այնքան ժամանակներ, լսի, լրիվ մնալու ենք մենակ, ես էլ դու էլ։ Անես չի եկել եմ ասեմ, գիտես, ես միշտ շրջապատված եմ տենց հրեշտակային բանակով, Հիսուս Քրիստոսը ամեն վարքյանի հետ է։ Եթե մենք Հիսուս Քրիստոսի հետ ենք, ինքն էլ մեր հետ է։ Բայց բոլորս վաղ թե ուշ մնալու ենք մենակ։ Մնալու ենք մենակ մենք մեր խնդրի առաջ։ Ու այդ ժամանակ հարցը Հիսուսը կողքներս կանգնելու է, թե չէ։ Ու ես շատ կուզեմ, որ համ իմ, համ քո կողքը կանգնած լինի Հիսուս Քրիստոս, ուրիշ ոչ մեկին չեմ ուզում որ լինի։ Ոչ մի լավ ընկեր, ոչ մեկ չեմ ուզում, որտեվ իրանք ինձ չեն կարող օգնել։ Մենակ ինքն է որ կարող օգնի։ Երկրորդ Պետրոսում տես ինչ ասում։ Էլի Պողոս առաքյալն է ասում, երկրորդի 9-րդ խոսքը։ Ասում է Տերը գիտի աստվածապաշտերին փրկել փորձանքից եւ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվեն։ Աստված ինձ ու քեզ փրկելու ձևը գիտի։ Եթե մտածում ես քո խնդիրը, քո խնդրեմը, կարա մեծ լինի, կարա դե Աստված քո համար հələ ժամանակ չունի, Աստված հենց քո խնդրին է ուշադրություն դարձնում։ Աստված ուզում է հենց քո խնդիրը լուծի։ Աստված բայց դրա հետ մեկտեղ ուզում է որ ամենաառաջինը վազես իր մոտ, ոչ թե ուրիշ տեղ։ Ամենաառաջինը։ Ես մեր եկեղեցում գիտես ինչ եմ շուշուտ ասում եմ Աստված վերջի տարբերակը չի մեր կյանքում։ Աստված առաջի տարբերակն է ու միակ։ Համաձայն չեք իմ հետ։ Կարող է սխալ բաներ եմ ասում։ Աստված վերջի տարբերակը չի, Աստված միակ ու ամենաառաջի տարբերակն է, որ ինչ ուզում ալնի հիվանդություն, խնդիր, ընտանեկան խնդիր, ինչ ուզում ալի, վազում ես միանգամից Հիսուսի մոտ։ Եթե հանկարծ ինքը չլուծի, հետո ուզում ես մարդկային արա, բայց անհնար է։ Իհարկե, եթե հանդերձները սպիտակ է, հա, սպիտակի կողքն է կանգնում, Սուրբի կողքն է կանգնում մեր Սուրբ Հիսուս Քրիստոսը։ Սաղմոս 34:17 խոսքից։ Արդարներն աղաղակում են եւ Տերը լսում է, եւ իրանց ամեն նեղություններից փրկում է նրանց։ Շատ են արդարի նեղությունները, բայց Տերն այն ամենից փրկում է նրան։ Գիտես ինչ ասում, ասում է արի ինձ պաշտի, չի ասում լավ ալնելու։ Ասում է նեղությունները շատանալու են։ Ասում է դու արդար ապրի, մեղք մի գործի, հանդերձներդ միջ սպիտակ պահի, նեղություններդ ավելի է շատանալու։ Դες ինչ լավ բաներ եմ ասում ես անգամ։ Այն անգամ քարոզը լավն է, չէ՞։ Աստված պարզ ասում է արդարների խնդիրները շատ է լինելու, բայց չի սահմանափակում, ասի գնա ինչ ուզում ես արա, ոնց էլ։ Ասում է բայց Աստված իրանց այդտեղից հանելու ձևը գիտի։ Աստված քո խնդրի լուծման տարբերակը գիտի, ինքը ամենակարող է։ Ինքը ամենակարող է։ Կներես բարիս համար, բայց Աստծուն ոչ մեկի հետ մի խառնի։ Գիտես, Հիսուս Քրիստոս ուներ 12 աշակերտ, բայց 12-ից ավել 70 ու մի քանի հազարներ հետևից էին եթում։ Ու երբ որ Հիսուս Քրիստոս ասեց, որ ես պիտի գնամ խաչվեմ, մինչև ասելը, սաղ երթում էին ուտում, ես քո հետ եմ, մինչև վերջ կողքդ կանգնած եմ, աղբերներից մեկը դաժե ասեց, մեռնելու է լինի գնամ հետդ։ Գիտես ինչ եմ հասկացել այս կյանքում։ Երիտասարդ եմ, բայց եղել է, էլի, ով որ մեծ խոսքեր է ասում, կողքդ եմ, այս կանեմ, ամենալավ ինքն է քաշում։ Տղեկը սաղ ասեցին, երբ որ Հիսուսին հələ բան չեն արել, տարել են հարցաքննման։ Չկան, ոչ մեկ չկա։ Այն լավ մեծ խոսացող մեր Պետրոսն էլ ես իրան շատ եմ սիրում, ինքը շատ լավ աղբեր է, շատ ընտիր աղբեր է, բայց էս էլ մեր համար է գրած, հա։ Գիտես, ասեց ես մեռնելու լինի Հիսուս հետդ գալու եմ։ 3 անգամ ուրացավ, երրորդի մեջ էլ ասում է հայհոյում էր դաժե Աստծուն։ Ամենահավատարիմ մարդը։ Հիսուսը ինչ արեց։ Երբ որ Հիսուսի կյանքը նայում ես Հովհաննեսի ավատարում, գիտես ինչ ասում։ Մի քիչ կարդում ես ու գիտես ինչ ասում է Հիսուս Քրիստոսը, Հիսուս մանուկը աճում էր, զարգանում էր ու շնորհք էր գտնում։ Առաջինը գրած է միանգամից հոր առջև, հետո նոր մարդկանց։
Ամեն։ Գիտես, եթե Հիսուս Քրիստոսը լինելով կատարյալ Աստված 100%-անոց եկել աստեղ ու գիտի որտեղ պիտի առաջինը ուշադրությունը դարձնի, առավել եւս ես ու դու։ Առավել եւս ես ու դու։ Առավել եւս ես ու դու են մեր խնդրի ամենածածուկ տեղից, այն ամենակիզակետից Հիսուս էլ չեմ կարող, արի դու կողս կանգնի։ Ինչ կլինի, արի դու կողս կանգնի։ Հենց գալի կանգնում եմ, միանգամից խաղաղություն է գալիս։ Գիտես, Հիսուսին տարան խաչեցին, մարդ չկար կողքը, մենակ են թողել, բայց գիտեր ով մենակ չի թողել իրան։ Գիտի միակ հավատարիմին ու հավատարիմին սկզբից մինչև վերջ պինդ բռնել։ Ուրիշ ոչ մեկ իրան պետք չէր։ Աշակերտները ապրեք որ կակ, բայց գիտեր ով պիտի վերջի վարքյան իր կողքը կլներ, դրա համար Աստծուն էր պինդ բռնել։ Ամեն։ Ու որ շարունակում ենք, նայում ենք, այնքան հերոսներ կան Աստվածարանչի մեջ։ Ես բոլորին չեմ թվարկել, բայց մի քանիսին եմ ուզում ասեմ։ Գիտես, Նոյին մենակ թողեցին։ Բոլորը ծիծաղում էին, 100 տարուց ավել վրան ծիծաղում էին։ Գիտես, բռնել էր միակին, որ հանելու է այդ իրավիճակից։ Բռնել էր մեկին 100 տարի, Աստծո մի խոսքի վրա բռնված էր։ Աստծո խոսք ունես ստացած երբևէ քո կյանքում։ Պինդ բռնել ես, եթե հանկարծ չի կատարվի։ Եթե հանկարծ չի կատարվի, բռնել ես, եթե չես բռնել, գիտես ինչ եմ ուզում ասեմ։ Աստվածաշնչից եմ ասում, ինձնից ոչ մի բան չեմ ասում։ Սի կատարվելու է, եթե իհարկե դու չխանգարես։ Չգիտեմ քանի տարի հետո, բայց կատարվելու է, եթե Աստված խոսք է տվել քեզ, Աստված չի խաբում երբեք։ Եթե մենք խոչընդոտ չենք կլնում։ Նոյը 100 տարի սպասեց, իր վրա ծիծաղացին էլ։ Հավատացյալ ես, դու էլ Աստծուն ես պաշտում, քո Աստված ես չորանապատում ոնց հանձրև տալու։ Ինձ ու քեզ էլ են ասում, հավատացյալ ես, հələ մի հատ հարց է, այսքան հարց ունես, ես լնայ առոք-փառոք ապրեմ, դու մի հատ փոքր խնդրի վրա տանջում ես, բա որ Աստված ունես, խի Աստվածը չի օգնում։ Իսկ Աստվածը հզոր ու զորավոր ձևով է քեզ օրհնելու, օգնելու։ Մենակ մնա հավատարիմ, էլի։ Մենակ մնա հավատարիմ։ Ու գիտես, Նոյին էլ մենակ թողեցին։ Մենակ ինքը իր ընտանիքով, գիտես, 100 տարի, որ գային օգնին ավելի շուտ կլներ այդ Նոյի այդ տապանի կառուցումը։ Մենակ թողեցին, Նոյի բերանից բան չհելավ, ինձ մենակ թողեցին, ինչ չհասկացան, ինձ եւ այլը։ Հիսուսի բերանից բան չհելավ։ Խաչի վրա անգամ բան չհելավ, ինձ մենակ թողեցին, ես մենակ եմ։ Մենք շատ հաճախ լացում ենք, ուզում ենք մեղավորներ ման գանք, ինձ մենակ թողեցին, էս արին։ Հոբին մենակ թողեցին։ Այս աշխարհում գիտես դրվածքը ոնց է։ Ունես ֆինանս, ունես հարստություն, ունես դիրք, ունես պաշտոն, կողքդ լիքն են։ Չակերտավոր անկեղծ մարդիկ, չակերտավոր հավատարիմ մարդիկ, շատ են։ Կորցրեցիր, մնացել ես մենակ։ Մնացել ես մենակ։ Մեր հոբը միլիարդատեր էր, մեր բառերով ասած, հա։ Մի օրում էդ էլ փորձվեց իր արդարությունը ավելի ամրացնելու համար։ Մի օրում կորցրեց, մի օրում ոչ մեկ չմնաց կողքը։ Գիտեք, ընկերային զորով հետո եկան մոտը։ Էն էլ եկան ինչ ասես ասելու համար։ Ոչ մեկին չմեղադրես, նստած գիտես ում էր սպասում, միակին։ Գիտեր, լսել էր, որ ինքը հավատարիմ է, որ հոբը կարդում ես, ասում է, այսքան վաղ լսել էի, ասում է, բայց հիմա տեսա։ Դրանից հետո էլ հոբին չես կանգնացնի։ Դրանից հետո էլ հոբին չես կանգնացի։ Գիտես, մի անգամ իմ կյանքում բոլորս էլ ուզում ենք, չէ՞, հանդիպում Աստծո հետ, Աստծո ներկայությունը եւ այլ, չէ՞, այդ քաղցրությունները ուզում ենք, չէ՞։ Մի անգամ եղել էր մի քանի օր ծոմ էի վերցրել ու անես Տիրոջ ներկայությունը, դրանից հետո ոնց որ քայլելուց գետնով չէի քայլում, օթերով էի քայլում, գիտես, չէի ուզում ընդհանրապես հետ գա այս աշխարհ։ Ես այս աշխարհի վրա էի, բայց չէի ուզում հետ գա, որտեվ այդ Տիրոջ ներկայությունը, քաղցրությունը գրկել էր, ինձ պոկել չէր լի։ Ես պատկերացնում եմ հոբին ինչ կլինի։ Ես մի անգամ կարացի հանդիպես Հիսուս Քրիստոսի հետ, ճիշտ էլի են, սրտանց, մի անգամ թող ինքը քեզ գրկի դու էլ իրան, դրանից հետո խնդիրները տաշկիտ չեն երևալու։ Դրանից հետո ինչի դեմ հենց եկար, չես նայելու, վայ խնդիրա, վախենամ ու հիշեմ ով կա։ Հենց տեսար ասելու Հիսուսի անունով, գնալու ես առաջ, Հիսուսի անունով գնալու ես առաջ։ Որտեղ էլ մի քիչ երկար լինի, մի քիչ երկար պիտի Հիսուսի անունով ասես։ Էս է հիմա մեր կյանքը, ասում արդարների նեղությունը շատ ալնելու։ Իմ ու քո նեղությունը աշխարհի մարդուն չէ։ Հակառակ աշխարհի մարդը օրհնվելու է։ Դու չես խափում, ինքը խափում է, ինքը օրհնվում է։ Դու չես գողանում, ինքը գողանում է, լավ էլ քեզանից լավ է ուտում։ Էդի մենակ նրա համար, որ ես ու դու տենանք ու լսենք, ասենք, բախի, այ Աստված ջան, դու այսքան արդար ես, բայց հələ նայ, ասում ես սուտ մի խոսա։ Ես սուտ չեմ խոսում, հարևանս արդեն 3-րդ հագնակցում, ես հələ սեփական տուն չունեմ, սկի։ Նրա համար է, որ արդարների փորձությունը շատ է։ Ինքը այդ տան հետ մնալու է, բայց դու եթալու ես։ Հիմա ո՞րն ես ուզում։ 3 հարկանի տուն թե Հավիտյան։ Հավիտյան այնտեղ ինչ ես իմանում, ի՞նչ է։ Մոսկվա Սիթիից կարող է բարձր է քո պատրաստածը, ըստ քո գործերի իհարկե։ Ես հերոսներից ոչ մեկ չբողոքեց։ Ամենադաժանը Հիսուսը խաչի վրա հայր ներիր նրանց ու դեպի հորներ աղաղակում։ Նոյը ոչ մեկին ոչ մի բան չասեց։ Աստված ջան ասել ես,
Հարց չկա, քո ասածն եմ անում, սուս, ինձ մարդկային օգնություն պետք չի։ Ասել ես, ես իմ ընտանիքով կբավարարվեմ։ Հոբ երեխա կորցրեց։ Աստված ջան, քեզ չեմ մեղադրում։ Պատկերացնում ես ինչ մեր հայի մեջ է, չէ՞, տենց որ հանկարծ երեխային կորցնում ամենաառաջինը միանգամից Աստծուն։ Բա որ Աստված կա, Աստված միշտ կա, Աստված 100% արդար է։ Աստված արդարության, չգիտեմ, չեմ ուզում ասեմ արդարների արդարն է, տենց չկա, Աստված արդարությունն է հենց։ Ու մեղադրել Աստծուն, գիտես, Աստծուն ուրեմն չես ճանաչում։ Մի հատ քո կյանքը վերանայի։ Երբ որ շարունակում ենք Պողոսին մենակ թողեցին, ոնց որ ասում է, ես կանգնած էի ատյանում մենակ ու ոչ մեկ չկար աղբերներից մոտս։ Ոչ մեկ, բայց բոլորը ասում էին, գիտես, քարոզում էին, որ Պողոսը մի քիչ շատ էր քարոզում, ոնց է մեր հայերի մեջ, որ տենում ես հավատացյալներով եք սաղ, պատրաստ ես առաջինը հացի համար աղոթես, բայց որ մենակով հայտնում ես աշխարհիկների մեջ, ու չէ, ընդեղ էլ էր տենց։ Պողոսը քարոզում էր, լրիվ հավատացյալ են, կողից տղեկին երևի ինչ որ բան են ասում, հենց Տարանատյանի մոտ, բա չէ, Պողոս ջան կներես, դու ես քարոզի գնա։ Պողոս ասեց հարց չկա։ Ես եմ ետում, ես ձեր հետ չէի եկել քարոզելու, ես Հիսուսի հետ եմ եկել քարոզելու։ Ամեն, ինչ որ աշկերով Հիսուսին չեմ տենում։ Ինչ անպայման պետք է Հիսուսին տենամ, որ հավատամ, կողքս կանգնած է։ Մեկը կար տենց, Հիսուս ասեց. ոչ Երանի քեզ։ Հիշում եք, չէ՞, Թովմասին։ Տղեկը սաղ ասին, Հիսուսը կենթանի է, հարություն առե, ասեց մինչև աշկովս չտենամ, չեմ հավատա։ Հիսուսն էլ եկավ ասեց, տես։ Ասեց, բայց Թոմաս, վայ քեզ, ասում է Երանի են մարդկանց, ինձ ու քեզ։ Ինձ ու քեզ, այնտեղ անունը իմ ու քո շտած չի, բայց հենց հիմա այդ է նշանակում, ասում է Երանի ձեզ բոլորիդ, որ ինձ չեն տեսել, բայց հավատում են։ Ասում է իրանց կողքը հաստատ կանգնած եմ ելնելու։ Ու իմ ու քո կողքը կանգնած է Հիսուս Քրիստոսը։ Եթե նորից եմ ասում, մեր հանդերձները մաքուր է։ Ամեն հանդերձներ հանկարծ չմտածես, էլի գիտեմ, որ հասկանում ես, չմտածես շորիդ վրա լաքայի։ Դա հոգևոր խորհրդի մասին է խոսքում։ Սուրբ կյանքով ապրենք։ Գիտես, Ստեփանոսին եմ շատ սիրում։ Ասում է Սուրբ Հոգով լցված Հիսուս էր քարոզում։ Սուրբ Հոգով լցված, գիտես քանի հոգի էին իրան նայում, լսում։ Հենց եկան քարգոծելու ոչ մեկ չկար։ Ոչ մեկ, սա մենակ թողեցին։ Այդքանի մեջ տենում է մենակ Հիսուսն է, հենց կանգնել է գայի վրա։ Մենակ Հիսուսը, լսի, քո կյանքում բոլորը քեզ կարան հիասթափեցնեն, ինձ էլ կարան իմ կյանքում հիասթափեցնեն։ Մարդկային ֆակտորը ունակ է հիասթափեցնելու։ Բացի իրանից, ամեն ինչ արա, խնդրում եմ, չգիտեմ այսքան վաղ ոնց ես ապրել, բայց այսօրվանից ամեն ինչ արա սրանից հետո որ Հիսուսը կողքը տլի։ Ամեն ինչ արա, որ ցանկացած տեղ որ գնաս, ինչ փակ դուրել հայտնվի դեմդ, Հիսուսը կողքդ կանգնած լինի։ Ուրիշ ոչ մեկ։ Հիսուսը կանգնած եղավ, լսի, խոսքը ասում է Մատթեոսում, ասում է Հիսուսը ավետարաններում ասում է Հիսուսը շնորհք էր գտնում հոր եւ մարդկանց առաջ։ Այսինքն, երբ որ դու սրբությունից պինդ բռնած ես, ավտոմատ այն մարդիկ, ովքեր մի քիչ ունեն խելք, տենում են, որ չէ սուրբ կյանք իսկականից լավ է, գալիս են ավտոմատ կողքդ։ Մի մտածի, որ մենակ կմնաս աշխարհում։ Մտածի հոգևոր կյանքում մենակ չմնաս։ Ամեն։ Այս մեր պետ Պողոս աղբերը գիտես ինչ էր ասում է իր անձի մասին է խոսում, վրանի մասին է օրինակ բերում, ասում է այս վրանից էլ հելնեմ ու գնամ Աստծուց մոտ։ Ասում է ինձ ոչ մի բան պետք չի ստեղ, այդ տուն էլ չի ասում, ասում է վրան, այն պլաշ-պալատկով որ այնքան որ սարքած է։ Ասում է ինձ ստեղ երկրի վրա ոչ մի բան պետք չի։ Երկրի վրա մենակ պետք է, ասում է եղբայրներիս ասեմ քո մասին։ Երբ որ այդտեղ խոսքը շարունակում ես մնում ես, ասում է Աստված հատուկ դրել էր, որ ես հեթանոսներին քարոզեի Աստծո խոսքը, ասում է որ դու էլ ատյանում կանգնած այդ փարավոնն ասում է դու էլ որ լսես Աստծո մասին։ Դժվար իրավիճակի ժամանակ ինչ ես անում, սկսում ես իմ սիրած բառը ասեմ, սկսում ես փնթալ, որ մենակ եմ մնացի, այ Աստված ջան, այսքան 10-րդ եմ տալի, մյուսն եմ անում, ես եմ անում, ամեն կիրակի եթում եմ, Մարսեն եղբայրը կհաստատի, ես ինչ բացվել է եկեղեցին ամեն օր եթում եմ, բայց այս խնդիրս չի լուծվում, 100 տարին չմոռանաս։ 100 տարին չմոռանաս։ Այս ինչ լավ քարոզ անում ես եղբայրը։ Էլ չեք կանչելու, չէ։ Սիրելիս, ու էլի շատ հերոսներ, որ բոլորին նայում ես, գիտես Դավիթին պատերազմից գալիս էին Դավիթ ու Սավող, ասում էին Սավողը հազարավորներին, հարյուրավորներին, Դավիթը հազարավորներին ու բյուրավորներին, սաղ օքեր, Դավիթին սաղ սիրում էին, հենց Սավողը որոշեց, որ Դավիթին սպանի, մնաց մենակ խեղճ, սկսավ փախնել։ Լսի, խնդրի ժամանակ քո կողքից, իմ կողքից սաղ փախնելու են։
Չեմ ասում կինդ կամ ամուսինդ տնից ելնելու է փախնի, դրա մասին չի խոսքը։ Հոգևոր աշխարհում մենք բոլորս մեր արածների, մեր կյանքի, մեր հոգևոր իրավիճակների դեմ կանգնելու ենք միայն մենք։ Ես չեմ կարող իմ կնոջ տեղը պատասխան տամ։ Ինքը իր արածների տեղն է պատասխան տալու Հիսուսի հետ։ Ես իմ տեղը, դու էլ քո։ Երբ որ գնում ես քո ընթացքիդ մեջ, Հիսուսին ունեցի կողքդ։ Հենց Հիսուսին ունեցար, մնացած հարցերը լուծվելու է։ Կամ այս ժամանակի հարց է։ Դա անկախ կախված է թե ինչքանով է շորդ փայլուն։ Հանդերձներդ ինչքանով է փայլուն։ Մի հատ sense լավ բան, հա։ Ես ու դու ոչ մեկից լավը չենք, ճիշտ է։ Չմտածես, որ մեկից լավն ես։ Առավել եւս ուզում եմ Աստվածանչի, չէ, դու յուրահատուկ ես, դրա մասին չի խոսքը, Աստված քեզ յուրահատուկ անտրև, ոնց որ ցանկացած մարդու, բայց Աստվածանչի հերոսներից ոչ մեկից լավը չլնենք։ Ոչ մեկից լավը չլնենք։ Եթե իրանք մենակ մնալով հաղթեցին ու գնացին առաջ Հիսուսի հետ, այդ ես ու դու էլ կարանք անենք։ Ասա ամեն։ Դա ես ու դու էլ կարանք անենք։ Գիտես, Պողոսին ոչ մեկ չէր ստիպել Աստծուն պինդ բռնել։ Հոբին ոչ մեկ չէր ստիպել Հիսուս Աստծուն պինդ բռնել։ Ու որ նայում ես ոչ մեկին ստիպված չեն եղել որ Աստծուն պինդ բռնեն։ Հասկացել են այդ մարդիկ, որ վերջը ամեն բան փուչ է այս աշխարհում, ունայնն է։ Մենակ պետքա բռնվել Աստծուց, վերջ։ Էս է միակ փրկության տարբերակը։ Թեզ երկրի վրա, թեզ երկրից հետո։ Ուրիշ տարբերակ չկա։ Իսկ մենք ման ենք գալիս տեղ լավ լինի, էսի լավ լինի, էսի մեզ օգնի, էսի մեզ ուշադրություն դարձնի, մենակ Հիսուս Քրիստոսի ուշադրությունը անենց արա որ քո կյանքի վրա լինի, իհարկե լավ ձևով։ Անենց բան չանես որ զարմանա էլի, ասի ոնց մեկ կանք, չէ, հավատացյալներով անենց բան ենք անում, որ երկնքին զարմացնում ենք, իհարկե բացասական արարքով, չլինի։ Թող քո ամեն քայլը տնես լինի, որ Աստված իրոք զարմանա քո արածիդ վրա։ Այդ ժամանակ կողքդ կանգնած ալնելու։ Այդ ժամանակ աղոթքի ժամանակ էլ է զգալու որ կողքդ, այդ ժամանակ խնդրի ժամանակ էլ է զգալու որ կողքդ կանգնած է։ Ինչի մեջով էլ անցնես, իմանալու ես կողքդ կանգնած է։ Ու ինքը իրականում կա։ Իրականում մեր կողքը կայնած է։ Այդ չզգալը մենակ իմ ու քո խնդիրն է։ Ստեփանոս անգամ տեսավ։ Գիտես Սաղմոսում, կարծեմ Սաղմոսում ասում է, եթե կաթ տվող մայրը, եթե պատկերացրել են ամենաանմեղ երեխան ինչ է, մի քանի ամսեկան, չի ասում, եթե կաթ տվող մայրը ունակ է թողելու իր երեխուն, ինքը քեզ չի թողի։ Աստված քեզ չի թողի։ Ես ու դու, Փառք Հիսուսին, ես ու դու Աստծո այն ամենաթանկ, այն ամենահամով, այն ամենապուպուշ բալեն ենք։ Ոչ թե կողքինդ, այլ հենց դու, ոչ թե քարոզիչը կամ հովիվը, որ գալիս է խոսում, այլ հենց դու Աստծո այն ամենապուպուշ, ամենահամով բալեն ես։ Կներեք, որ սենց եմ ասում, էլի, այն ամենաթանկն ես։ Ես մի հատ աղջիկ ունեմ, դեռ մի հատ։ Ու գիտես, ինքը իմ համար աշխարհ է։ Ինքը իմ համար աշխարհ է։ Ես ամեն ինչ եմ անում, որ իր համար լավ լինի։ Ես պատկերացնում Աստված ոնց է նայում, եթե ես մարդ լինելով այսքան կարող եմ իմ երեխու համար անեմ ամեն բան իմ ուժերի սահմաններում, առավել եւս ամենակարող Աստված, որ ունի այսքան համով երեխեք, համաձայն ես քո երեխուց լավ երեխա աշխարհում գոյություն չունի։ Քո երեխուց սիրուն երեխա աշխարհում գոյություն չունի։ Իմից էլ։ Դա մեր աչքերն են, որտեղ չերես սեր ես նայում։ Սիրո միջոցով ես նայում։ Նույնն էլ Հիսուսն է ինձ ու քեզ տենց նայում։ Այդ տենց էլ նույն Հիսուսն է նայում քեզ, ասում է, այս ինչ լավն է երեխես։ Ախր չկա էս այնա նմանը։ Ախր էս ինչ լավն է։ Բայց որ մի հատ հակառակ բան ենք անում, ես իմ երեխու վրա ջղայնանում եմ։ Ճիշտ է, փոքր է, տարի 8 ամիս է, բայց արդեն հասցնում է, որ այնպես բան անի, որ ջղայնանամ։ Դե շուշուտ են, չէ՞ մեծանում երեխեքը զարգանում։ Մի թող որ Հիսուսը իմ ու քո վրա ջղայնանա։ Չթողենք որ Հիսուսը մեր արարքների պատճառով մեր վրա ջղայնանա։ Հենց ջղայնանում ես զգում ես քեզ մենակ, վերջ։ Ոչ մեկին մի մեղադրի։ Ոչ միտեղ ման մի արի, բախի դու մենակ մնացիր, բախի Աստված քեզ թողեց։ Չի թողե։ Կարողա դու ես մի քիչ ջղայնացրել։ Կամ էլ Հոբին հիշի չմոռանաս։ Կամ էլ իրավիճակի մեջով ես անցնում, որ Աստծուն քո հավատարմությունը ցույց տաս։ Մեկը ինքը էլի կողքդ կանգնած է։ Անենց չի ինքը քեզանից հեռու գնաց։ Անենց չի ինքը քեզ թողեց գնաց։ Հոբին, որ խնդիրները եկան, երեխեքին կորցրեց, հարստությունը կորցրեց, առաջին Աստված էր կողքը, ով էր կողքի։ Ամեն առաջին Աստված էր կողքը։ 40 քանի գլուխ կա, մենակ Աստծո մասին է։ Աստված էր Հոբի կողքը։ Ստեփանոսի կողքը Հիսուս Քրիստոսն էր։
Պողոսն ասում է ոչ մեկ չկանգնեց, դες պարզ մարդկային ասում Ատյանում կանգնած էի հոգևոր աղբերներից, իմ ընկերներից, իմ բարեկամներից ոչ մեկ չկանգնեց կողքս, ասում մենակ Տերը, ինչա Տերը եկե կանգներ կողքը, չէ։ Հոգով էր Տերը կողքը կանգնած։ Երբ որ իրավիճակի մեջով անցնում ես, տեն մեզ պատա չես կարում, լսի Հիսուսին մի քիչ կամ առաջ ես ընկել կամ էլ հետ գնա Հիսուսի մոտ, Հիսուսի հետ գնա այդ խնդիրը լուծելու։ Լավ, Հիսուսից առաջ ու հետ մի ինգի, միշտ տնից արա ամեն քայլդ Հիսուսի հետ լինի, ամեն քայլը։ Ու այդ ժամանակ գիտես հեշտ կանցնես, այդ ժամանակ օրհնված կանցնես, այդ ժամանակ թեթև կանցնես։ Համաձայն ես, չէ, եղելա որ ծառայության ժամանակ կլինի կամ տունը կլինի, մեկ էլ Տիրոջ ներկայությունը գալիս է, երկրպագում ես, աղոթում ես, չգիտեմ, ու ոչ մի բանի մասին բացարձակ չես մտածում։ Թեկուզ որ գլխիցդ վեր ներողություն, խնդիրներ ունես, մոռանում ես, չես կարա մի տար անգամ հիշես։ Տենց է թե չէ։ Դա արին հենց անենք որ ամեն վարքյան տենց էլի, ու այդ ժամանակ լավ է խնդիրների լուծումը ստացվում մեր կյանքում։ Այդ ժամանակ ինքն իրան ստացվում է։ Մի կարևոր բան էլ ասեմ, երբ որ Պողոսը շեշտում ասում է ինձ առյուծի բերանից ազատեց, դες երբ որ Տիրոջ ներկայության մեջ ես, Տիրոջ ներկայության մեջ անենց չի որ խավարը կարա երկար մնա։ Անենց չի որ խնդրեմը կարա երկար մնա։ Գիտես ինչի նման է, որ շատ ահավոր ուժեղ կրակի մեջ ինչ էլ ուզում ես գցի, երկաթ կլինի, պլաստմաս կլինի, ինչ խնդիր, ինչ ուզում ես գցի, խնդիրների անունն եմ ուզում ասել։ Գցում ես Տիրոջ ներկայության մեջ, հալում է թումա։ Եթե մնում ես Տիրոջ ներկայության մեջ, ես ու դու մնում ենք Տիրոջ ներկայության մեջ։ Դե եթե Կիրակից Կիրակյա գալիս ենք, որ մեր Արսեն եղբայրն ու Աննան տենան, որ մենք եկել ենք, սիրելիս մենակ ես մնալու։ Մենակ ես մնալու։ Դրա համար շատ կարևոր է, որ գիտես Արսեն եղբայրին Աստված օրհնի իր կնոջ հետ։ Իրանք շատ լավն են, իրանք ձեր կողքին են, իրանք ձեր համար հոգ են տանում, ձեր համար աղոթում են, չէ՞, ես գիտեմ, որ աղոթում են դաժե։ Ոչ թե դաժե, այլ գիտեմ, որ աղոթում են։ Դա իսկական հովի, իսկական առաջնորդի սիրտ է, հոր սիրտ է։ Ու գիտես, իրանք միշտ չեն քո կողքը լինելու։ Իրանք միշտ չեն քո կողքը լինելու։ Միշտ քո համար աղոթող չի լինելու։ Ես ինչ վախցնել եմ ձեզ վախցնում։ Լսի որ մտածում ես այդտեղ գալիս ես առաջ հովը քո համար աղոթում է կամ գրում ես գրուպայում, մեր գրուպայում կա, գրուպայում գրում ենք ասում ենք մի հատ էս ինչի համար աղոթենք, դες բաներ գալող ժամանակներում չի լինելու սիրելիս։ Կանգնելու ես դու, քո իրավիճակը ու Հիսուս Քրիստոսը։ Իրավիճակիդ առաջ Հիսուսի հետ ես թե չէ, ուրիշ տարբերակ գոյություն չի ունենալու։ Կամ Հիսուսի հետ ես, կամ Հիսուսի հետ չես։ Հիսուսի հետ չլնողները գիտես ինչ են անելու վերջում։ Վազելու են նշմարի հետևից։ Հիսուսի հետ հավատացյալների մասին եմ խոսում, մի մտածի աշխարհի մասին եմ խոսում։ Այն հավատացյալների, որ քայլում են, հա դե այսօր Հիսուսի հետ եմ, դե այսօր եկա հալելույա ասեցի, գնացի, չէ։ Հալելույա ասել գնալով չի, կամ Հիսուսի հետ ես, կամ Հիսուսի հետ չես։ Հիմա էլ ես նորից եմ ասում, այն ժամանակ չգիտեմ, այսօրվանից ես էլ քո հետ ստեղից որ դուրս գանք, ասելու ենք մի հատ նայելու ենք կողքերն ստենանք, իսկականից Հիսուսի հետն ես։ Եթե չէ, ինչքան էլ հեռու է մնացել, հետ պետք է թանկը բերենք Աստծուն։ Համաձայն ես։ Պետք չի Աստծուց ոչ առաջ ընկնել, ոչ հետ։ Պետք է Հիսուս Քրիստոսի հետ քայլել։ Մի հատ պատմություն եմ ինձ պատմել են, ես այդտեղ անձամբ չեմ եղել, ուրեմն մի հատ քուրիկի ես շուտով կավարտեմ, շատ չեմ խոսա, որ քեզ չձանձրացնեմ, մի հատ քուրիկ անցնում է երեկոյան ինչ որ ճանապարհով մութ տեղ է, կարող է լսածել լինեք պատմությունը։ Ու տեղ տղամարդ է լինում, այդ քուրիկը անցնում է վախենալով անցնում գնում է, հետո հաջորդ օրը իմանում է, որ այդ նույն տեղում, նույն ժամանակում, որտեղով ինքն անցել, մի քանի րոպեվա տարբերությամբ մարդ են սպանել։ Ու հետո այդ մարդուն, որ բռնում են եւ այլը, ասում են, բայց աղջիկը դրանից առաջ էլ աղջիկ անցել, էլի ավելի հեշտ չէր աղջիկա հետ անցնել, աղջկան սպանել եւ այլը, ասում է, լսի, ես այդքան դուխ չունեմ, ասում աղջիկա հետ երկու հատ էլ շատ մեծ ոնց որ թիկնապարներ են, ասում ես ոնց կարա եթայի մոտիկանայի։ Ես ու դու չենք տենում, Պետրոսը չէր տեսել, ելիս։ Պետրոսը չէր տեսել, Պողոսը ներողություն, Պողոսը չէր ասում հեսա Հիսուս Քրիստոսը կողքս կայնա, իրան շրջապատող մարդիկ էին տենում, որ Պողոսը մենակ կանգնած չի։ Երբ որ խնդրիդ մեջ մենակ ես կանգնած ելնում, եթե դու նայում ես, որ մենակ ես, ոչ մեկ քեզ չի հասկանում, բոլորը քեզ թողել են, ախր չեն կարում հասկանան, ախր քո իրավիճակը լրիվ ուրիշ է։ Մի րոպե լուռ մնա, ասա Հիսուս կողքս ես։ Եթե հասում է, հա իրավիճակը էլ քեզ չի նայում է կողքերդ ովքեր են։ Եթե կողքդ Հիսուսն է, Տիրոջ բանակն է, всё, մոռացի քեզ կմոտիկանան։ Հերվից կարող է գորգարան, բայց քեզ չեն մոտիկանալու։ Դրա համար ամենակարևորը գիտես որն է, որտեղով էր որ քայլենք։ Ասում է թեև գնամ մահի շուքի
Ձորումը չար բանից ինչ կանեմ, կվախենամ, չեմ վախենա։ Ինչի համար չեմ վախենա, որովհետև Հիսուսի հետ եմ։ Իմ աղջիկը գիտես ինչ է անում։ Որ ինչ որ չնայած ինքը տենց չի վախենում, ռիսկով երեխա է, էլի, բայց եթե ինչ որ հարց ալնում կամ թեկուզ ջրի վրայով անցկացնելի եւ այլն, գիտես ինչ է, գրկի։ Գրկում եմ, կապ չունի ես ինչի վրով եմ մեթում։ Կապ չունի հող կլինի, ասֆալտ, ինքը խոտերի վրա հələ չի սիրում քայլել։ Գրկում եմ, ուրախ զվարթ անցնում, հենց իջնում եմ, ասում եմ, չէ, գրկի։ Արի ես ու դու հենց անենք, որ միշտ Աստծո գրկի մեջ լինենք, էլի, Աստծո ներկայության մեջ լինենք, կապ չունի ինչի մեջով անցնենք։ Ասում եմ, թեև գնամ մահի շուքի ձորի մեջով, չար բանից չեմ վախենա։ Երբ որ երեխես գետնի վրա է, վախենում է ինչ որ բանից։ Կարա շնից վախենա, կարա մի բանից վախենա, պապայի գրկի մեջ, վсё, ժպիտն ամենակ։ Արի ես ու դու հայտնվենք պապայի գրկում, էլի։ Ոչ մեկ, անկեղծ եմ ասում, ոչ մեկ իմ ու քո մեջտեղը չի կարա կանգնի, որ մենք ուզենանք պապայի գրկումը լինենք ու ասեն չէ։ Ոչ մեկ։ Էդի ես կարամ մենակ դեմ լինեմ ինքս ինձ, նույնն էլ դու։ Մեր արարքներով, մեր մտածելակերպով, մեր ճակերտավոր հավատացյալ կոչվելով։ Կամ Աստծո հետ ենք, կամ չէ։ Լավ ավելի խոր ասեմ, հա, կամ Աստծո գրկի մեջ ենք, կամ չէ։ Ես Աստծո գրկի մեջ քաղցրությունն ու խաղաղությունն է, ապահովությունն է, խնդիրների ելքն է։ Իսկ Աստծո գրկից դուրս վախ, տագնապ, անորոշություն, շփոթություն, կասկած, հա, արի ինձ անենք, որ Տիրոջ գրկի մեջ լինենք, էլի ամենաուրախ տեղն է։ Ես էլ քո հետ չեմ եկել քեզ ասեմ հիլի Հիսուսի գիրկը, ես գրկից խոսում եմ։ Ես էլ քո հետ ուզում եմ այսօր ավելի պինդ գրկեմ Հիսուս Քրիստոսին։ Որովհետև ես մարդ եմ սահմանափակ, ես էլ ունեմ խնդիրներ, ես էլ ունեմ հարցեր, որ ուզում եմ, որ Աստված միջամտի, չեմ ուզում ոչ մի մարդ միջամտի։ Գիտես ինչի համար։ 4-5 տարի առաջ Աստված հաստատ դրեց իմ կյանքում։ Մի անգամ ասում եմ ու խնդրել եմ ոտքի կանգնեք։ Տարիներ առաջ, երևի 4 տարի առաջ էր։ Ֆինանսական խնդիր կար լուծելու։ Լավ, մեր Արայիկ եղբորը օրինակ բերեմ։ Օրինակ Արայիկ եղբայրը Աստված տա իհարկե ունենա 10 միլիարդ դոլար։ Բոլորիդ ինձ թվում է կտա, բացի 10-րդից ու զոհաբերությունից հաստատ ձեզ էլ օրհնություն կտա, չէ՞ Արայիկ եղբայր։ Բարի է ինքը կտա։ Ու Արայիկ եղբայրը իմ ամենաշատ լավ հարազատ ընկերն է, երևի 5 տարի առաջվա պատմություն եմ ասում, կամ ավելի շատ դաժե։ Դեռ ամուսնացած չէ, ինչքան հիշում եմ։ Ու Արայիկը իմ շատ մոտիկ ընկերն է։ Ինքը 10 միլիարդ դոլար փող ունի։ Համեմատականն եմ ասում։ Ինձ պետք է ընդամենը 2000 ռուբլի։ Զանգում ասում Արայիկ ջան, ինձ շատ շտապ 2000 ռուբլի է պետք։ Պատկերացնում ես իր համար էդի որ չի էլ կարելի կոչել փող, չէ՞։ Ասում ինձ 2000 ռուբլի է շտապ պետք։ Ասում ավարազդա ջան կներես, բայց չեմ կարող տամ։ Պատկերացնում ես ծիծաղալու չափը։ Ես այդ պահին գիտես ինչ եմ ասում, Աստված ջան, նա ինչ եմ ասում, Աստված ջան, բա ինչ եմ անելու։ Հա տենում ես, չէ, հավատացյալ մարդը Աստծուն թողած, բայց մինչև այդ որ զանգել է այդ մարդուն, աղոթել է Հիսուս ջան, խնդրում եմ, էլի, մի բան արա այդ հարցը լուծվի։ Հավատացյալ մարդ։ Աղոթքից հետո մի անգամից հեռախոսն են վերցրել։ Ոչ մեկ չեն տվել։ Ով որ կարար տար այդ պատկերացնում ես շատ ունեցածից այդ ընդամենը այն որ ասում է ծովից մի բուր ջուր ես ուզում։ Ասում է մի քանի ժամ Ռուսաստանի եսին որերորդ քաղաքում, որ ընդհանրապես չգիտի դրա մասին, ոչ մի բան։ Մի փոքր էլ ավել, այդ գումարը ուղակի օրհնվում ենք։ Ուղակի, այդ մարդը չգիտի, ուղակի, պրոստը։ Գիտես ինչ եմ անում, 15 րոպե լացում եմ։ Ու սեղանի վրա լացում եմ, վերջ։ Աշխատանքի տեղում լացում եմ։ Գիտես ինչ եմ այդ ժամանակ զգում, որ Հիսուսը ոնց է թևը գցում ուսից։ Դրանից քաղցր ժամանակ չկա։ Դրանից հետո իմ մոտ, մարդ, ես ձեզ շատ սիրում եմ, ձեզանից սպասելու բան չունեմ։ Ես կնոջս եմ ասի, ես քեզանից ոչ մի բան չեմ սպասում, դու ինձնից հանկարծ չսպասես։ Հանկարծ ոչ մի բան չսպասես։ Լսի, մարդը ունակա հիասթափեցնելու, կապ չունի, ինչքան է շատ սիրում, կինը տամուսին տա, երեխա տա, ինքը կյանքում, իր մեջ չկա էդի։ Իր մեջ ուղղակի չկա էդի, որ շատ ուզենալ չի կարա։ Գիտես խենք շատ ժամանակ հիասթափվում, որ Աստծուց խնդրում ենք չենք ստանում, որովհետև կա վրներս ինչ որ կեղտոտ տեղ, որ չենք կարող լրիվ գրկենք Աստծուն։ Այդ դրա համար հիասթափվում ենք, բայց էլ ինքը չի մեղավոր, մենք ենք մեղավոր։ Մենք պիտի վերանայենք, կամ էլ լավ, լաքայել չկա մեր վրա։ Հոբին հիշի փորձությունն է, մի քանի օր կարաս սուս մնաս։ Կարաս ոչ միտեղ չդիմես բացի իրանից։ Այ երբ որ դիմում ես ինքն էլ պատասխանում է։ Այ երբ որ պատասխանում է, ոնց որ ես եմ վերապրել ու ոչ մի անգամ։ Գալիս գրկում է, ես ֆիզիկապես իմ ֆիզիկական աչքերով չեմ ասում իրան տեսել եմ։ Իր այդ օբրազը ոնց է ինձ գրկում։
Ու գիտես ինչ ասում։ Ասում ես քեզ մենակ չեմ թողի։ Ես քեզ մենակ չեմ թողի։ Աղոթել ես, ինչ կլինի, սպասի էլի։ Սպասի էլի, աղոթել ես, ես լսել եմ։ Ոչ մի աղոթք, սիրելիս, ոչ մի աղոթք հենց այնց չի լինում, եթե իհարկե դու հենց այնց չես աղոթում։ Եթե դու հենց այնց աղոթում ես, պատալոգից ընկնում է, եթե դու իրոք աղոթում ես Աստծուն, լսի, ոչ մի աղոթք չկա, որ հենց այնց է։ Ամեն մեկն էլ իր պատասխան ունի։ Մեկը այո է, մեկը ոչ է, մեկը երկար տարիներ հետո է։ Երբ որ աղոթում ես Աստծուն, սպասի, ուրիշ ոչ մեկին մի նայի։ Այս հարուստ պատմությունն էլ հիշի, որ անկախ իրավիճակիցդ, ամենաառաջի հարուստն էլ, պաշտոնավորն էլ, նախագահն էլ, մյուսն էլ քո ամենամոտիկ ընկերն է։ Ու գիտես որտեղ է, հեռու էլ չի։ Քեզ զանգել էլ պետք չի։ Քեզ ընդամենը պետք է մի վայրկյանով սաղին ասես էլ մի րոպե ես սայթում սենյակ ու գնաս սենյակ, ինքը այնտեղ քեզ սպասում է, վերջ։ Հեռու գնալ պետք չի։ Հեռու գնալ պետք չի։ Ինքը քո հետ է։ Սենյակ էլ չունես, հենա ստեղ է, այստեղ։ Ոչ բերանցից էլ բառ պետք չի հելնես։ Մենակ մտքումդ Աստված ասում է, քանի պիտի գաս կանգնես իմ առաջ ու աղոթես, ինչ ասում, ասում է ես գիտեմ։ Ասում է ես գիտեմ քեզ ինչ է պետք։ Բայց դրա հետ մեկտեղ ինքը ուզում է, որ մեր բերանից լսի։ Բայց երբ որ գնում ենք իրան ասում ենք, այնց չլինի դրանից հետո նորից կանգնենք, ասենք ոնց որ վերնագիրն է, ինձ մենակ թողեցին, դաժե Աստված ինձ մենակ թողեց։ Ինքը երբեք, սիրելիս, երբեք 10 քանի տարի, եթե մանկությունս էլ հաշվում, արդեն 20 տարվա հոգևոր եմ, 25, երբեք մենակ չի թողում։ Եթե ես ու դու չենք հեռանում Աստծուց։ Եթե ես ու դու չենք հեռանում։ 1000 անգամ եմ խոսք տվել, հեռացել եմ, գլուխս խփել եմ պատին, նորից հետ եմ եկել, նորից բարձրացրել եմ, նորից ընկել եմ, նորից գնացել եմ ու քանի անգամ կրկնվել, այնքան որ ասել է տղա ջան, կամ։ Այսօր ես քեզ չեմ ուզում ասեմ կամ, բայց խորհուրդ եմ տալի աղբերական, որպես քեզ աղբեր, որպես քեզ տղա, չգիտեմ, արի եթանք Հիսուսին գրկենք էլի։ Ամենաքաղցր, ամենաապահով տեղն է։ Կասկածից, հիասթափությունից դուրս։ Հարցերի պատասխանել մենակ իր մոտ է, բայց քո ուզած ժամանակով չի, այլ իր ուզած ժամանակով է։ Այստեղ էլ ենք մենք շատ հաճախ շփոթվում, Աստված ջան, չէ, հենց հիմա եմ ուզում։ Հենց հիմա ինքն էլ չի ուզում։ Ես իմ երեխուն գիտես ինչքան բանից եմ հենց հիմա զրկում, որտեվ իրան չի կարելի, ախր ես անցել հելել եմ, չէ, գիտեմ, որ հիմա իրան չի կարելի։ Նույնն էլ Աստված տենց է մեզ նայում։ Ու երբ որ կմտնես աղոթքիդ, ու երբ որ բան կաղոթես Աստծուն, երբ որ կխնդրես այն ամենակարևորը, մի պա մի հատ քո երեխու հետ հարաբերություններ նայի, եղել է բան, որ ինքը շատ ուզել է, լացել է օրերով անգամ, դու ասել ես այսինց, չէ, բալես, որտեվ գիտես այդ իրան վնաս է կամ հիմա իրան պետք չի, այդ այնց էլ պապան քեզ շատ է սիրում, չի նշանակում, որ մենք երեխեքին մեր չենք ասում, չենք սիրում, չէ, հակառակը ավելի շատ ենք սիրում, պրոստը հիմա իր ժամանակը չի ու վերջ։ Եթե աղոթել ես, եթե Աստծուց խոսք ունես, եթե դեռ չի կատարվել, դեռ ժամանակը չի, մի քիչ սպասի։ Այսքան, շատ քիչ։ Ինքը հավատարիմ է, եթե ասել է անելու է։ Եթե ասել է անելու է։ Ամեն։ Ամեն, Փառք Հիսուսին, Աստված օրհնի քեզ շատ։ Գիտես, ուզում եմ վերնագիրը չվերցնես։ Ես վերնագրել եմ ինձ մենակ թողեցին, բայց կողքը հիմա ավելացնեմ բացի Հիսուսից։ Ու երբ որ կզգաս մենակ ես, գիտես ինչ ասա, կապ չունի անգամ Տիրոջ ներկայությունը չես զգում։ Երբ որ մենակ կլնես, ասա, մեկա Հիսուս գիտեմ, որ կողքս ես։ Տես ոնց է մթնոլորտը փոխվելու քո կյանքում։ Տես ոնց է մթնոլորտը փոխվելու։ Մի բան էլ ասեմ ու աղոթք ենք անելու։ Մեր քուրիկները ավելի լավ կիմանան։ Երբ որ քուրիկը հղիանում է, գիտես երեխային մի հատ աբլոշկա է պատում։ Ու ինչը օգտակար է ու կարևոր ծնողից այդ մա երեխային, տենց է թե չէ։ Երբ որ մենք Հիսուսի մեջ ենք, Հիսուսի այդ քաղցրության, ապահովության, պաշտպանության այդ աբլոշկայի մեջ ենք, ամենաօգտակարները։ Լսի, երեխան չի որոշում իրան ինքը ինչ վերցնի։ Ինչը որ պետք է երեխու աճի, զարգացման, համաձայն ես, չէ՞, հենց այդ էլ ծնողից էթում է։ Էդ էլ Աստված դրել։ Հենց նույն ձևն էլ մենք ենք։ Դու մի մտածի արդեն մեծ մարդիկ ենք, դե մեկը ձյաձա է, մեկը ծյոծա, արդեն մեծ ենք, չէ՞։ Աստծանվարեն ամենապուպուշ քաղցր երեխեքն ենք, որ ուզում է մեր մասին հոգ տանի։ Բայց ըլնում է մեջներս են լաչարները, որ Աստված ասում է, դե երբ ես հանգստանալու։ Լսի, արի աբլոշկից երբեք դուրս չգանք, ու այն ամենաօգտակարները գալու է մեզ։ Ու այն, գիտես, վնաս չի հասնում, որովհետև գալի կպնում աբլոշկին հետ է այդում։ Դրա համար
Արի իրար հետ համ մնանք Տիրոջ աբլոջկայի այդ քաղցրության ապահովության մեջ, համ էլ գրկի մեջ մնանք, քաղցր այնտեղ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ, որ մի հատ շատ կարճ աղոթք ենք անելու։ Գիտես, ես ներողություն եմ խնդրելու, բայց ուզում եմ, եթե մտածել ես մի անգամ, որ Աստված էլ քեզ թողեց, ինքը քեզ չի թողի, ասա Տեր, կներես, եթե անգամ տենց միտք ա եղել, այսօրվանից ուզում եմ օգնի որոշում կայացնեմ, ես չեմ ասում դու որոշում կայացրել, դա քո անձնականն է։ Օգնի որոշում կայացնեմ, որ ուր գնամ, հետդ գնամ։ Ուր դու ընդեղ ես։ Այդ ժամանակ էլ քաղցր կյանքը սկսում է մեր կյանքում։ Հայրի Մարգա, շնորհակալ ենք քեզ Տեր։ Մենք օրհնում ենք քո սուրբ ու թանկ անունը Տերի Մարգա։ Ու շնորհակալություն ենք հայտնում քեզ Հիսուս այսօրվա ու այս հնարավորության համար ու Տերի Մարգա ասում ենք Տեր, փառավորվի քո զորավոր անունդ։ Փառավորվի քո կենթանի անունը Տերի Մարգա, որ կանչված է մեր կյանքերի վրա։ Հայրի Մարգա, մենք ներողություն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում, եթե եղել է ինչ-որ իրավիճակներ Տերի Մարգա։ Տեր իմ Աստված, եղել է ինչ-որ խնդիրներ, Տեր, որ մտածել ենք մենք մենակ ենք անգամ, որ դու ես մեզ թողել։ Մենք քո առաջ հենց հիմա ապաշխարում ենք։ Տերի Մարգա, դու թողող, հիասթափեցնող Աստված չես, Տերի Մարգա, այլ դու հակառակը ոնց որ Պողոսն է ասում, Տեր, դու մեր կողքը ամեն վարքյանին առավել եւս դժվարության ժամանակ կանգնող Աստված ես։ Ու ոչ միայն կանգնող ես, այլ զորացնող ու բարձրացնող ես Տերի Մարգա։ Ամեն խնդիրներից Տերի Մարգա բարձրացնող ես Հայր։ Իմ Աստված, ես խնդրում եմ իմ քվորս ու աղբորս համար, որ այստեղ են։ Տեր, թող քո զորության հոգին իջնի ամեն մեկից կյանքի վրա, Տերի Մարգա, որ այսօրվանից այստեղից դուրս գալուց ամեն բան այսօրվանից սկսած անենք, Տերի Մարգա, որ քո կողքը ու քո գրկիտ մեջ լինենք Հիսուս։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։